Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Այսօր մենք խոսենք մի թեմայի մասին, որը որ կարելի է ասել ամենաակտուալն է, զինվորական ծառայության հետ առնչվող, թե ինչ խնդիրների են մարդիկ բախվում, որովհետև շատ են հարցնում, որ ասում են օրինակ այս տարիքը դրանում է արդյոք ազատում են զինվորական ծառայությունից թե չէ, բայց հիմա մենք խոսենք հենց այն ամենակարևոր գլոբալ թեմաների մասին։ Նաև գիտեմ, որ վերջերս օրենսդրական փոփոխություններ են եղել ու դրանք ուժի մեջ են մտել, խոսենք թե ինչ փոփոխություններ են եղել, ամենակարևոր փոփոխությունների մասին ներկայացնեք։ Օրենսդրական փոփոխությունները կատարվել են զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում, ընդ որում նշեմ, որ այդ օրենքը այն հիմնական առանցքային օրենքն է, որը կարգավորում է հարաբերությունները պետության եւ քաղաքացու միջեւ կապված զինվորական ծառայության հետ։ Մնացած բոլոր օրենքները կարծեք թե նպաստում են այդ օրենքի իրագործման օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը։ Եվ արդեն տարիներ շարունակ, առնվազն մի քանի տարի, այդ օրենքը փորձում են լրամշակել, լրացնել, իրենց ասելով, որպեսզի կարգավորեն այդ հարաբերությունները, լավարկեն այդ հարաբերությունները, սակայն իմ կարծիքով սահմանափակելու, հերթական անգամ սահմանափակելու քաղաքացիների իրավունքները կապված այդ պարտականությունների կատարման հետ։ Հիմա տեսեք, վերջի փոփոխությունները կապված են 27-ից 37 տարեկան քաղաքացիների պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հետ, քանի որ զինվորական ծառայության ենթակա են ոչ միայն 18-ից 27 տարեկան քաղաքացիները, այլև այս օրենքի ուժով նաև 27-ից 37 տարեկան քաղաքացիները։ Տարիքային շեմը բարձրացրել է։ Տարիքային շեմը ըստ էության բարձրացվել է, բայց այդտեղ գործում են որոշակի օրենսդրական իրավական չափանիշներ, որի պարագայում անձին կարող են ծառայել զինված ուժերում։ Հիմնական փոփոխությունն այն էր, որ այդ օրենքից կարողանում էին օգտվել այն քաղաքացիները, ում 27 տարեկանը լրացել էր մինչև 24 թվականի փետրվարի 16-ը։ Վերջին օրենսդրական փոփոխություններով այդ շեմը կարծես թե անտեսվեց, հետևաբար օրենքը վերաբերելի դարձավ բոլոր անձանց։ Ավելի պարզ ասեմ, նախկինում, երբ անձի 27 տարին լրանում էր մինչև 24 թվականի փետրվար ամիսը, անձը կարողանում էր առանց պետության կողմից սահմանված պարտադիր վճարման ենթակա գումարը պետական բյուջե վճարելու, ստանալ զինվորական գրքույկ եւ հաշվառվել պահեստազորում։ Վերջի օրենսդրական փոփոխությունների նպատակը այն էր, որ արդեն սահմանափակվի քաղաքացիների այդ իրավունքը եւ 27 տարին միջև օրենքի փոփոխությունը լրանալը քաղաքացիները արդեն չկարողանան օգտվել այդ իրավունքից։ Հիմա ունենք այնպիսի իրավիճակ, որ 27 տարին լրացած քաղաքացիներ մինչև 37 տարեկանը ըստ օրենսդրի տրամաբանության կամ պետք է իրենց հակությամբ ծառայեն զինված ուժերում կամ պետական բյուջե վճարեն որոշակի գումար, նախատեսված գումարները։ Իսկ այդ գումարի հետ կապված փոփոխություն կա, որ բարձրացել են շեմը։ Գումարային առումով էական փոփոխություն չկա, պահպանվել է 15 միլիոն, 8 միլիոն, 5 միլիոն եւ 2.5 միլիոն որոշակի ժամկետով ծառայության դեպքում։ Այդ գումարային չափերի տարբերությունները կախված է օրինակ քանի տարի է մնացել։ 15 միլիոն վճարվում է այն դեպքում, երբ քաղաքացին պետք է ընդհանրապես չծառայի, այսինքն ազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, 8 միլիոնի դեպքում ծառայում է 1 ամիս, 5 միլիոնի դեպքում 6 ամիս եւ 2.5 միլիոնի դեպքում 1 տարի։ Իսկ եթե ընդհանրապես, չեն վճարում, այսպես ասած, այդ օրենքի նորմը չեն պահպանում, բնականաբար պատասխանատվություն նախատեսված է։ Պատասխանության մասով ինչ-որ տենց փոփոխություններ կան, թե նույնն է մնացել կամ առհասարակ ինչ կասեք դրա մասով։ Նարեկ ջան, տեսեք։ Այս առումով սա թերևս միակ հարցն է, որի վերաբերյալ կփորձեմ փակագծեր չբացել, պատճառաբանեմ ինչու։ Որովհետև ես ճիշտն ասած առիթ ունեցել եմ ասելու, որ ես զուգադիպությունների չեմ հավատում, բայց երբ ես անձամբ ես կամ այլ փաստաբաններ խոսում են օրենքի որոշակի բացերի մասին, դրան անմիջականորեն հետևում է այդ բացերը լրացնելը կամ այդ պատուհանները փակելը, քաղաքացիների իրավունքները սահմանափակելը։ Հետևաբար, եթե այս անգամ եւս խոսեմ այդ մասին, դրան կհետևի մի իրավական կարգավորում, այդ վերջին պատուհանի փակելը, բայց մեր ունկնդիրների համար ասեմ, որ որքան էլ փորձել են լավարկել այդ օրենքը, դեռևս բաց պատուհաններ մնացել են։ Ոնց բոլոր օրենք մեծամասնություն։ Եվ ինչպես նախորդիվ հնարավորություն չեն ունեցել փակելու հնարավոր բոլոր ճանապարհները եւ քաղաքացիներում 27 տարին լրացել է արդեն այս պահին
նրանց մինչև 37 տարեկան լրանալը հնարավորություն ունեն առանց պետական բյուջե վճարում կատարելու հաշվառվել պահեստազորում, ստանալ անձնագիր, հետագայում ստանալ նաև զինվորական գրքույկ։ Այսինքն իրենք, որ հաշվառվում են պահեստազորում, իրենք կոպիտ ասած հա չեն ծառայում, երբ որ օրինակ ինչ-որ արտակարգ կամ ռազմական դրություն է լինում, իրենց ներգրավում են։ Ճիշտ եմ հասկացած։ Հա, տեսեք, հիմա որ դեպքում, ասենք, որն է մոտիվացիան, որ քաղաքացիները դիմում են 27 տարեկանից հետո ստանալու այդ պահեստազորում հաշվառումը, որովհետև պահեստազորում չհաշվառվելը այն իրավական խոչընդոտն է, որի պարագայում անձը չի կարող ստանալ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացու անձնագիր։ Այսինքն ինքը պետք է կամ ունենա պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած լինի, կամ առանց այդ ծառայությունը անցած լինելու պետք է հաշվառված լինի պահեստազորում։ Ռուսերեն ասած զապաս։ Հա։ Հիմա քանի դեռ քաղաքացին պահեստազորում չի հաշվառվում, իրեն չեն անձնագրավորում, իրեն զինվորական գրքույկ չեն տալիս։ Որը պետք է օրինակ ինչ-որ պաշտոններ զբաղեցնելու համար, հա, դատավոր կամ չգիտեմ։ Հիմա տեսեք, այն դեպքում, երբ որ քաղաքացին հաշվառվում է պահեստազորում, քաղաքացին արդեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության չի զորակոչվում։ Բայց շատ ճիշտ եք նկատնում, ինքը ենթակա է լինում վարժական հավաքների եւ պատերազմական իրավիճակներում նաեւ մարտական գործողությունների կարող է կանչվել։ Բայց այդ մենակ վերաբերում այն մարդկանց, ովքեր որ իրենց տարիքը լրացել է, իրենք չեն պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել, միայն դրա այդ մարդկանց 37 տարեկաններ։ Իսկ օրինակ որ դեպքեր է լինում, ասում են 2 երեխա ունենաս կազատված զինվորական ծառայությունից, այդ պայմանները մնացել է, թե ամբողջովին ճիշտ են ասում, չէ, բայց չեն ազատում ծառայությունից, որովհետև ժամկետային ծառայությունից ազատվելու հիմքերը անփոփոխ են մնացել, դրանք ստատիկ հիմքեր են։ Դրանք որ հիմքերն են։ Դրանք հիմա կնշեմ, դրանք փոփոխության չեն ենթարկվել, պահպանվել են հիմքերը մշտապես եղել են եւ կան 3-ը։ Քաղաքացին ազատվում է ժամկետային ծառայությունից այն դեպքում, երբ առողջական վիճակի հետազոտման հանձնաժողովի եզրակացության հիման վրա ճանաչվում է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սա առաջին հիմքն է։ Երկրորդ հիմքը, երբ մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամիս ժամկետով, նշում են ոչ պակաս քան 12 ամիս ժամկետով, ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ 18 ամիս ժամկետով այլընտրանքային ծառայություն է անցել այլ պետության զինված ուժերում, սա երկրորդ հիմքն է, եւ երրորդ հիմքը, երբ քաղաքացին տան միակ առուզավակն է եւ ունի 65 տարին լրացած ծնող կամ ծնողներ, որոնք ունեն հաշմանդամություն, ընդ որում այդ հաշմանդամությունը պետք է կապված լինի ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակման հետ։ Այդ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակման հիվանդությունների ցանկը նշված է կառավարության որոշմամբ, հիմա որ ասեմ, մի ժամկես մենակ այդ մասին կխոսենք, Դե դրա նպատակն է, որ երբ որ ծնողը չի աշխատում, դու ապահովես քո տան կարիքները։ Եվ կա նաև սրա մյուս ենթահիմքը կարող է ազատել նաև ծառայությունից այն դեպքում, երբ ինքը միակ առուզավակն է եւ իր ծնողը դատանի վճռով է ճանաչվել անգործունակ։ Եվ անգամ եթե միակ առուզավակը չէ, սակայն իր եղբայրները օրինակ անցնում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն կամ իրենք ունեն հաշմանդամություն կամ անչափահաս։ Այս դեպքերում անձը ազատվում է ընդհանրապես զինվորական ծառայությունից։ Ձեր նշած ինքը տարկետման հիմքն է, որ ասում եք երկու երեխայի դեպքում համալսարանում չէ անվճար սովորում։ Հա, մի քանի հիմքեր կան, 3 հիմնական խմբեր են, որ դեպքում է անձին տրվում տարկետում ժամկետային զինվորական ծառայությունից։ Ձեր նշած ընտանեկան պայմանների հիմքն են, որ այնտեղ մի քանի չափանիշներ կան։ Կոնկրետ ձեր նշած հիմքի դեպքում անձը պետք է ունենա, ճիշտ եք նշում, 2 երեխա, ընդ որում շատ կարևոր է, որ այդ երեխաները չպետք է լինեն որդեգրված երեխաներ։ Իսկ պետք է ասեք զույգ չլինեն կամ երկու։ Չէ, որդեգրված չլինեն։ Միանգամից 2 երեխա ունեն։ Այդտեղ չարաշահումները բազմաթիվ են։ Որդեգրման դեպքում դիտաբորյալ ես դու գնացել այդ քայլը։ Պետք է լինեն իր երեխաները եւ տարկետում ընտրվում է միջև այդ երեխաների չափահաս դառնալը։ Այլ հիմքեր եւս կան, այն դեպքում օրինակ, երբ ինքը միայնակ է մեծացնում, հայրը միայնակ է մեծացնում երեխային, այսինքն բնակվում է կնոջից առանձին ամուսնալուծված է կամ ամուսնալուծված է, կամ օրինակ այն դեպքում, երբ ձեր ասած օրինակ կինը առաջին անգամ հղի է զույգ երեխաներով եւ գտնում է հղիության 6 ամսվա վիճակում, կամ սպասում է երկրորդ երեխային եւ կրկին կինը 6 ամսվա հղիության վիճակում է գտնվում։
Ես ոնց որ տարբերակները թե ոնց ու կարող ես ազատվել։ Տարբերակներ կան, այո։ Ոնց կարող ես ազատվել զինվորական ծառայությունից։ Իսկ այս դեպքում պատասխանատվության հետ մասով խոր խոսեցինք, նաև պատասխանատվության մասով այս տարկետման հետ կապված կամ առհասարակ այս մասով, եթե օրինակ իրենք ընդհանրապես խուսափում են 18 տարի դրացած, քաղաքացիները խուսափում են ընդհանրապես զինվորական ծառայությունից։ Էլի նույն պատասխանատվությունն առաջանում, թե ուրիշ պատասխանատվություն կա։ Չէ, խուսափելու դեպքում այս առումով եւս օրենսդրությունը խստացվել է, գնալով խստացվում է, նախկին քրեական օրենսգրքով նախատեսվում էր մինչև 3 տարի ազատազրկում, հիմա արդեն խստացվել է 2-ից 5 տարի ազատազրկում է նախատեսվում, ընդ որում դատական պրակտիկայի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ անձինք նման դեպքերում դատապարտում են մինչև 2-2.5 տարի ազատազրկման, որից հետո նաև պետք է ծառայեն զինված ուժերում, որովհետև այստեղ մի հանգաման կա, քաղաքացին ազատվում է զինված ուժերում ծառայելուց այն դեպքում, երբ հանցանքի համար 3 տարուց ավելի ժամկետով գտնվել է ազատազրկման վայրում։ 2.5 տարի են տալիս, որ դիտողները պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ քաղաքացիներին դատապարտում են 2-ից 2.5 տարի ժամկետով ազատազրկման, որպեսզի դրանից հետո նրանք նաև ծառայեն զինված ուժերում։ Այն ինչ որ դուք ասում եք, ոնց որ բան լինի, շախմատ լինի, ամեն ինչ կոպիտ ասած, այնց հաշվարկված է, որ ամեն ինչ հաշվարկված է, բայց նշանն է, որ իրենց հաշվարկները կատարյալ չեն, puzzle-ը ամբողջությամբ հավաքված չէ, այդ puzzle-ի որոշակի կտորներ բացակայում են եւ այդ կտորներից օգտվելով քաղաքացիները այսպես կարող են իրենց իրավունքները իրացնել եւ ինչ որ առումով հաշվառել պայստազորում առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։ Դա այդ puzzle-ի կտորների մասին չենք խոսում, որովհետեւ դա արդեն փաստաբանական ռազմավարությունը, որը ռազմավարությունը բացի կփակեն, այդ կտորները անմիջապես կտեղադրեն, չխոսելու նպատակը դա է։ Հասկանալի է։ Իսկ օրինակ ձեր պրակտիկայում ինչ խնդիրների եք բախվել հենց այս ոլորտի շրջանակներում։ Ինչ խնդիրներ։ Որոնք որ միանգամից շատ երևացող է կամ օրինակ, չգիտեմ, օրենսդրական նորմերից ինչ որ շրջանցումներ են արել, ուրիշ ձև են այդ ամեն ինչը կարգավորել, լուծել։ Չէ, գիտեք որն է հետաքրքիր, ոչ թե շրջանցումներ են կատարել, այլ այս ոլորտին վերաբերող օրենսդրական կարգավորումները այնքան խճճված են, որ շատ դեպքերում նաև մասնագետները սխալ են մեկնաբանում իրավական կարգավորումները։ Երբ որ օրինակ մենք փաստաբանական հարցումներ ենք ուղարկում կամ պահանջներ ենք ուղարկում իրավասու մարմիններ, զինկոմիսարիատներ, օրինակ անկեղծ ասեմ, երբ որ ընթերցում են կամ ընթացք են տալիս մեր դիմումին, իրենք էլ են ասում, որ օրինակ իրենք չեն պատկերացնում, որ այսպիսի հանգամանք կա կամ այսպիսի բաց կա։ Այսինքն այնքան խճճված է իրականում ոլորտը, որ անգամ մասնագետների համար շատ դժվար է դրանից գլուխ հանել։ Ինչ վերաբերում է խնդիրներին, օրինակ խնդիրներից մեկը կուզեի նշել, սա ավելի շատ կապված է քաղաքացիների ընկալումների հետ, կարծեմ նաև օրենքի չիմացության հետ, տեսեք, երբ որ ճանաչում են պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակվում պիտանի զինվորական ծառայության համար, շատ ուշ են դիմում փաստաբանական գրասենյակ, ինձ թվում է, որ եթե բողոքարկեն այդ եզրակացությունը օրինակ Պաշտպանության նախարարին կամ համապատասխան հանձնաժողովին, հետո վարչական դատարան, ապա չէ բողոքարկման ավարտը իրենք չեն գնալու բանակ, չեն գնալու ծառայության, բայց մեր քաղաքացիներին հերթական անգամ ասեմ, որ բողոքարկումը վերադասության կարգով բողոքարկումը չի կասեցնում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն, այսինքն յուրաքանչյուր դեպքում նրանք մեկնում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Այստեղ ո՞րն է լուծումը, եթե թույլ տակ ասեմ, մի փոքր մեկնաբանում այդ մասով փակագծերը կբացեմ։ Երբ որ քաղաքացին համաձայն չէ այդ եզրակացության հետ, կա իրավական լուծում։ Սա նաև կարող է կանոնել մարտավարական լուծում։ Օրենքը այդպիսի հնարավորություն տալիս է։ Քաղաքացին կարող է փորձաքննություն պահանջել նաև այն դեպքում, երբ որ ինքը համաձայն չլինելով այդ արդյունքների հետ, հայտնվի քննչական ստորաբաժանման տեսադաշտում։ Կոպիտ ասած, այն դեպքում, երբ որ ինքը համաձայն չէ, երբ ինքը չի գնում ծառայության, բնականաբար հաղորդում է ներկայացնում եւ գործ ուղարկում է քննչական մարմին։ Վարույթ է նախաձեռնում եւ քրեական հետապնդում է իրականացնում։ Բայց դա ինչ հիմքով է, որ համաձայնություն չես տալիս, հա? Չէ, ասում եմ, այն դեպքում, երբ որ քաղաքացին համաձայն չէ եզրակացության հետ, օրինակ, կոնկրետ օրինակ բերենք, ասում է ես պատրաստական եմ գնալու ծառայության, այն դեպքում, երբ որ
իրավասու մարմինը ինձ համոզի, որ ես իրականում առողջ եմ։ Ես չունեմ այդ հիվանդությունը, որտեվ ես գնացել եմ ոչ թե ձեր կողմից ուղարկած հիվանդանոցը, այլ միջոցներով գնացել եմ մի քանի այլ բուժ հաստատություններ, ստուգվել եմ եւ ինձ ասել են, որ ես այս հիվանդությունը ունեմ։ Հետո դուք ինձ ուղարկում եք ձեր կողմից նշված բուժ հաստատությունը, ասում են, որ չունեք։ Հիմա ասում եմ, ես համոզված չեմ, որ ես այդ հիվանդությունը չունեմ։ Եկեք ինձ համոզեք, ես գնամ ծառայության, ես պատրաստական եմ ծառայել, նույն ասում են ծնողները։ Հիմա, երբ որ ինքը չի համաձայնում այդ եզրակացության հետ եւ ասում է ես հիվանդ եմ, ես չեմ գնում ծառայության, բնականաբար գործ ուղարկում է քննչական մարմին։ Քրեական հետապնդումը իրականացվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար։ Հա։ Ինքը ինքնակամ գնում է։ Հա, չէ, ինքը արդեն ներկայանում է քննչական մարմին եւ ներկայացնում է միջնորդություն նշանակելու կրկնակի փորձաքննություն, հանձնաժողովային փորձաքննություն։ Այսինքն տեսեք, ընդեղ ինքը արդյոք այդ համաձայն չի, բայց ըստ էության ժամանակ չունի եւ հնարավորություն չունի բողոքարկելու, որպեսզի նշանակվի փորձաքննություն, քննչական մարմնում արդեն ունի հնարավորություն միջնորդելու, որպեսզի նշանակվի կրկնակի փորձաքննություն, հանձնաժողովային փորձաքննություն։ Այս փորձաքննության արդյունքներով, եթե պարզվի, որ ինքը իրականում ունի այդ հիվանդությունը, ազատվում է, քրեական հետապնդումը դադարեցվում է, ինքն էլ ազատվում է, ճիշտ եք ասում։ Այն դեպքում, երբ որ պարզվի, որ ինքը չունի այդ հիվանդությունը, այստեղից կա եւս մի քանի ճանապարհ, կարող է պահանջել նշանակել այլ փորձաքննություն, նոր փորձաքննություն, կամ այն պարագայում, երբ արդեն այդ փորձագետի եզրակացությունը իրեն համոզում է, որ ինքը չունի այդ հիվանդությունը, կարող է միջնորդել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, որովհետև քրեական օրենսգրքի 461 հոդվածը ունի խրախուսական նորմ եւ ասում է քրեական հետապնդումը դադարեցվում է այն դեպքում, երբ անձը կամովին ներկայանում է զինվորական կոմիսարիատ եւ զորակոչվում է ծառայության։ Այսինքն սա մարտավարական լուծում է, որը կարող է իրականացնել միայն քրեական հետապնդման պայմաններում, բայց սա արդեն դատապարտում չէ, ցանկացած փուլում վարույթի անձը կարող է դիմել, որպեսզի ինքը մեկնի ծառայության եւ կմեկնի ծառայության։ Մենք ունենք հիմա ներկայումս քննվող գործ, ընդ որում գործը հենց հիմա մեր բողոքով Վճռաբեկ դատարանի վարույթում է, մեր բողոքն է վարույթ ընդունել Վճռաբեկ դատարանը, երբ քաղաքացին վարույթի մի փուլում արդեն նշեց, որ ինքը համաձայն է եզրակացության հետ, չկա այլ լուծում, համաձայն է, արդեն ցանկանում է գնալ ծառայության, բայց իրեն այդ պարագայում, երբ ինքը արդեն կամահայտնություններ արտահայտել, որ ցանկանում է գնալ ծառայության, դատապարտեցին 2.5 տարվա ազատազրկման։ Հա, այն 2.5 տարին, հետո դասազգան 2 տարի։ 2.5 տարի դատապարտեցին, այն դեպքում, երբ որ պետք է խրախուսական նորմը կիրառվեր։ Մենք դիմացինք Վճռաբեկ դատարան, հիմա Վճռաբեկ դատարանը մեր բողոքը քննում է։ Հա, որպես նյութական իրավունքի խախտում, հա։ Հա, այդ որ սկզբում ներկայացում եք, առաջին ոնց որ առաջին հարցը որ ուզում եի տալ, բայց ռիսկային չէ այդ ամեն ինչը, որովհետև դու չգիտես ի վերջո ունես այդ հիվանդություն, թե չունես, բայց ձեր հետո ասացի հիման վրա հասկացա, որ այդ ոնց որ կա տարբերակը, հա։ Տարբերակ կա, լուծում կա։ Բայց այս այն թեման է, որ շատերը չգիտեն, պետք է մասնագետը նախ առաջին հերթին այդ փազլի կտորները իմանա, որ նոր կարողանա իր վստահորդին ասել, չէ՞։ Այստեղ մի ստորակետը, մի բառը, մի տառը կարող է փոխել իրերի դրությունը, հետեւաբար ինքնաբուժմամբ զբաղվել այս դեպքում խորհուրդ չեմ տալիս, էլի։ Հա, իրականում շատ ռիսկային է այդ։ Եղել է, որ ինձ զանգում են, օրինակ ասում են, երբ որ ասում են, ինչ ծառայություն եք մատուցում, ասում են, որ մատուցում ենք այս ծառայությունները, ասում են հա դե լավ մենք էլ կարանք այդ մտնենք ChatGPT-ին հարցնենք կամ Google-ով որոնողական հարթակով որոնենք ու մենք մեր խնդիրները լուծենք, ասեմ դա նույն բանն է, ոնց որ հազում եք ChatGPT-ին հարցնեք հազելու դեպքում ինչտեղ կարող խմեք այդ տեղը։ Հա, կարող կանեք, բայց ինչ արդյունքի կհանգեցնի, ոչ մեկը չգիտի։ Ուղղակի ChatGPT-ն մեջ վերջում ասում է խորհուրդ տալիս գնացեք բժշկի մոտ։ Հիմա ձեր պարագայում է վերջում խորհուրդ կտա, որ դիմեք իրավաբանի, հա։ Չնայած ChatGPT-ի հետ կապված ինքը ճիշտ բաներ ասում է, բայց ինքը ընդհանրապես խորհուրդ է տալիս, բայց ինքը հետևանքի համար պատասխան չի կրում, հա։ Իսկ իրավաբանի կամ փաստաբանի դեպքում դրիվ այլ է, որը երաշխիք չենք տալիս, բայց ամենայն դեպս գիտեք, որ հնարավորինս որակյալ եւ պատշաճ պետք է մատուցենք մեր ծառայությունները։ Հիմա օրինակ այդ մասով, որ ես ասում էի, մարդիկ ովքեր որ չեն ծառայում, հա, երկրից դուրս են ապրում, շատերը դե բնականաբար մեծամասնությունը չեն կարողանում գալ Հայաստան հենց այդ պատճառով, որովհետեւ կա պատասխանատվություն, որ պետք է այդ գումարները վճարեն եւ այլն։ Օրինակ ձեր պրակտիկայում նմանատիպ հա դեպքեր եղել է, որ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում չի ապրում, գտնվում է մեկ այլ երկրում ու ինչ որ հենց դրա պատճառով չի կարող գալ,
կամ ընդհանրապես եթե ունեցել եք ինչ լուծումներ եք առաջարկել կամ առհասարակ կա լուծումներ, ինչ խորհուրդ կտաք այդ մարդկանց, իրենք ինչ իրավունքներ ունեն, որ օգտվեն։ Բազմաթիվ նման դեպքեր եմ ունեցել, բայց կրկնեմ, սա այն դեպքը չի, որ քաղաքացին իր ուժերով, իր միջոցներով, իր կարողություններով կարող է իրականացնել այս գործընթացը, որտեղ խիստ մասնագիտական այստեղ մոտեցում է անհրաժեշտ։ Այո, ունեցել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացին առանց Հայաստանի Հանրապետություն վերադառնալու արտերկրում ստացել է եւ իր անձնագիրը եւ զինվորական գրքույկը։ Սա գործընթաց է, որը հնարավոր է իրականացնել քաղաքացու բացակայության պայմաններում լիազորված անձի միջոցով, տվյալ դեպքում փաստաբանի միջոցով։ Փաստաբանը քաղաքացու լիազորագրով Հայաստանի Հանրապետությունում քեյս է կազմում, քեյսի արդյունքում դիմում է Հանրապետական զինկոմիսարիատ, Հանրապետական զինկոմիսարիատում քաղաքացին վերցվում է հաշվառման, ընդ որում ասեմ, որ այս հաշվառման վերցվելու գործընթացը միջնորդավորվում է նաև վարույթ նախաձեռնելով կամ վարույթ չնախաձեռնելով, այսինքն մինչև քաղաքացուն պայստազորում հաշվառման վերցնելը զինկոմիսարիատը հաղորդում է ներկայացնում քննչական մարմին, որ չի ծառայել, բայց պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս նաև ինձ հիմնավորապես պնդելու, որ ամենայն դեպսին պրակտիկայում այլ դեպք չի եղել, քրեական վարույթ չի նախաձեռնում քաղաքացու նկատմամբ, որից հետո արձանագրությունը ուղարկվում է զինկոմիսարիատ, քաղաքացին պայստազորում վերցվում է հաշվառման եւ համապատասխան փաստաթուղթ է ուղարկվում արտաքին գործերի նախարարության միջոցով քաղաքացու բնակության վայրի հյուպատոսական մարմին, հյուպատոսական մարմնում քաղաքացին վճարում է սահմանված գումարը, եվրոպական երկրներում, եթե չեմ սխալվում, 165 եվրո, կանգնում է հաշվառման եւ 2 ամսվա ընթացքում հյուպատոսական մարմնից ստանում է իր անձնագիրը, որից հետո կրկին լիազորագրի միջոցով այստեղ հնարավոր է ստանալ իր զինվորական գրքույկը եւ ըստ էության քաղաքացին վերցնում է հաշվառման։ Խնդիրները լուծվում են։ Բա այն դեպքում, որ ինքը պետքա վճարի այդ ձեր ասած գումարներ ու նաեւ պայստային, հա։ Հենց դա եմ ասում, որ այդ 27-ից 37 տարեկան կարգավիճակում գտնվող անձանց հիմա այս պահին դեռևս կա հնարավորություն այդ գործընթացից օգտվել առանց պետական բյուջե վճարումներ կատարելու։ Դեռևս մեկ փոքրիկ պատուհան բաց մնացել է։ Հա, բայց մի քիչ ոնց որ անարտար լինի այն մասով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող քաղաքացիների դեպքում մի քիչ պայմաններն այլ է, բայց օտարերկրյա տարածքում բնակվող հայ քաղաքացիների համար դրիվ ուրիշ պայմաններ են առաջարկում։ Չէ, ասի տարբեր են, այդ գործընթացից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվող 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն ծառայել։ Իրականում շատ են այդպիսի դեպքերը, երբ քաղաքացին գտնվել է ամբողջ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կամ առավելապես գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի ծառայել։ Օրինակ, պատկերացրեք, քաղաքացին ծնվել է արտերկրում, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում։ 3 տարեկանում վերադարձել է Հայաստան եւ ունի հայկական ծննդյան վկայական, բայց ինքը հայ է։ Ինքը ծնվել է հայ ծնողներից։ Ինքը օրինակ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորում է եւ գիտեք, որ քաղաքացիների հաշվառումը զինվորական կոմիսարիատում կատարվում է 15 տարեկան հասակից, այսինքն 8-9 դասարանից քաղաքացիներն արդեն տանում են հաշվառման կանգնեցնելու։ Բայց տանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հաշվառման կանգնեցնելու։ Այն դեպքում, երբ որ տեսնում են, որ քաղաքացին այդ արտերկրում ծնված երեխան չունի հայկական ծննդյան վկայական կամ չունի անչափահասի անձնագիր, իրեն չեն տանում հաշվառման կանգնեցնելու, այսինքն ինքը մեխանիկորեն այդ հաշվառումից դուրս է մնում։ Դուրս է մնում հաշվառումից եւ օրինակ հիմա պատկերացրեք, ինքը այդպես դուրս է մնացել հաշվառումից, այդ նույն ծննդյան վկայականով արտերկրի նաեւ բուհ է սովորել, հիմա բուհից հետո ավարտել է բուհը, հիմա արդեն 27 տարին լրացել է, պետք է աշխատի, բայց չունի անձնագիր, չունի զինվորական գրքույկ։ Հետևաբար կարող է դիմել եւ այդ գործընթացը կարող ենք իրականացնել։ Իսկ օրինակ, եթե տվյալ անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, Ռուսաստանի քաղաքացի է, այդ ժամանակահատվածում, երբ որ 18 տարեկան է լինում, ինքը Ռուսաստանում է ծառայում, Ռուսաստանում ծառայելուց հետո 2 տարի ծառայում է, դրանից հետո ինքը ուզում է Հայաստանի Հանրապետության անձնագիր ձեռք բերել։ Հիմա ինքը ազատվում է, թե էլի պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայի, այսինքն ստանում է ինքը երկքաղաքացիություն։ Տեսեք, ինքը ազատվում է ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը, ինքը ծառայել է այլ պետությունում առնվազն 12 ամիս ժամկետով։ Սա մի տարի։ Հա, սա ազատում է ծառայությունից։ Հիմա տեսեք, երբ 27 տարին լրանալուց հետո ընդունենք, որ ինքը ՌԴ քաղաքացի է, չունի Հայաստանի քաղաքացիություն։
27 տարին լրանալուց հետո դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար, այդ դեպքում պետական բյուջե է վճարում 2.5 միլիոն դրամ, ազատվում է ծառայությունից եւ հաշվառում է, ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հաշվառում է պայստազորեն։ Այն դեպքում, եթե ինքը Ռուսաստանում չի ծառայել, չէ՞։ Եթե չի ծառայել։ Չի ծառայել, հա, եթե ծառայել է, մի քիչ էդ էլ է, էլի, անարդար ոնց որ մարդը ուրիշ երկրի համար ծառայում է մի տարի, ու նաև Հայաստանի Հանրապետությունում պետք է ինքը այդքան գումար վճարի, եթե չկներեք, եթե ինքը մի տարի ծառայել է, ազատվում է, բայց եթե չի ծառայել, պետք է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե այդքան գումար վճարի, կոպիտ ասած մի պետության, ուրիշ պետության համար եթե ծառայում ես, ազատվում ես, եթե չես ծառայում, պետք է դու վճարում կատարես։ Տեսեք, եթե ինքը ունի երկքաղաքացիություն, ինչպես դուք նշեցիք, ինքը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ օրինակ ՌԴ-ի։ Ինքը այն դեպքում, երբ կծառայի Ռուսաստանի Դաշնությունում 1 տարի կամ 1 տարուց ավել ժամկետով, ինքը ստեղել է ծառայելու։ Ես ասում, միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է, եթե ծառայել։ Հա, եթե ինքը ունի նաև Հայաստանի քաղաքացիություն, այլ պետությունում ծառայությունը, այստեղ ինքը չի ազատում ծառայությունից, ինքը նաև Հայաստանի Հանրապետությունում պարտավոր է ծառայել։ Ամեն դեպքում շատ խճճված է այս ոլորտը, որովհետեւ շատ խճճված ոլորտ է։ Դրա համար էլ հիմա իմ պատկերացմամբ ամենաբարդ ու ամենաակտուալ թեմաներից է, որովհետեւ ամեն երկրորդը հարցնում է այդ թեմայի մասին ու ամենավատն է նա, որ բոլորին է հարցը, բոլոր իրավաբաններին է հարցը տալիս, բայց դե իրավաբաններ մենք գիտենք, որ ամեն մի իրավաբան տարբեր մասնագիտացումներ ունեն, բայց հենց տեսնում են ինչ-որ իրավաբան ես, դու իրավաբան ես, քեզ այդ հարցն են տալիս առանց իմանալու որ այս ոլորտի հետ կապ չունես, ընդ որում նաև եթե նշենք քրեական իրավունքի մասնագետ է, ելի պետք է մարդը զինվորական ծառայության, հա, մասով ինքը մասնագիտացում ունենա։ Մասնագիտացում պետք է ունենա, որովհետև շատ դժվար է։ Հա, ասեմ, որ վարչական հավաքների ժամանակ անգամ փորձում անջատել հեռախոսս, որովհետև այնքան զանգեր եմ ստանում այս կոնկրետ այդ վարչական հավաքների ժամանակահատվածում, որ չգիտեմ, անհնար է այդքանի պատասխանել, բայց այստեղ մի կարևոր հանգամանք, հա, նշեմ, անդադար ծառայության մասին ենք խոսում, տեսեք, դուք եք ասում ակտուալ խնդիրը, իրականում խիստ ակտուալ է, որովհետև, չգիտեմ, ամենաուզող հարցերից մեկն է, բայց ինչու է այդպես։ Եկեք մի հատ հասկանանք, պատճառը որն է, ինչու է այս խնդիրը ակտուալ։ Պարտավորությունն է, որոնք որ շատ դեպքերում մարդիկ չեն ուզում այդ պարտավորությունը կրեն ու չկրելու համար ինչ որ միջոցներ են ձեռնարկում։ Օրինակ ձեր ոդքասթի ֆորմատը ենթադրում է, որ ես ես երկու հարցամ այդ կապակցությամբ։ Իհարկե, ինձ տվել են հարցեր, այո, եղել է որ հարցեր։ Օրինակ, իսկ ինչու են փորձում խուսափել։ Որովհետև ինձ թվում է այստեղ մի քիչ ավելի գիտակցական մակարդակ է, որ դու երբ որ իրավունքը դու դա անում ես սիրով, երբ որ պարտականությունը քո վրա է դրվում ու այստեղ խնդիրը արդյոք դու ուզում ես դա անես թե չանես ու այստեղ հիմնական խնդիրը որ դու անում ես քո հայրենիքի համար։ Հիմա այստեղ ոնց որ քո ու հայրենիքիդ միջև այդ հարաբերությունն այդ կապն է ստեղծում։ Բացի այդ էլ նաև եթե պարտավորությունը դու որպես բակո պարտականությունն անում ես ու դրա համար կան բարենպաստ պայմաններ, այդ բարենպաստ պայմաններ, եթե շատ լավ է, այն որ կյանքը հիանալ է այդտեղ, բնականաբար դու կգնաս, բայց դու չգիտես ուր ես գնում ու ընդ որում նաև այդ ընթացքում արդյոք քո երկիրը պաշտպանված է, արդյոք այստեղ գալիս է քո կյանքի, հա, միջև այդ կռիվն է գալիս։ Դուք թիրախին խփեցիք, բայց ինին խփեցիք։ Հիմա ես ասեմ հետ կգաս թե հետ չես գա։ Դուք ինին խփեցիք թիրախին, այս շատ ճիշտ ասեցիք, շատ ճիշտ վերլուծություն կատարեցիք, եթե պատմական ակնարկ կատարենք, տեսեք, բոլոր ժամանակներում ճիշտ եք ասում, դա քաղաքացու պարտականություն է պետության առջև, բայց երբ որ մենք նայում ենք հետահայաց պատմականորեն, բոլոր ժամանակներում հայ տղայի համար պատիվ է եղել բանակում ծառայելը, չէ՞։ Հպարտությամբ են գնացել բանակ, բայց ինչի հիմա չեն գնում։ Չեն գնում, որովհետև պետությունը գայթակղիչ չի դարձում այդ ծառայությունը քաղաքացիների համար։ Հիշում եք այն ելակային դեպքը, երբ 3 ամիս ժամկետով բանակին ելակ տրվեց ու դադարեցվեց։ Այսինքն այդ դրվագներով, այդ էպիզոդիկ քայլերով բանակը չի կարող գայթակղիչ դառնալ, բանակը չի կարող ցանկալի դառնալ։ Պետք է մի քանի կոմպոնենտների միաժամանակի առկայություն, օրինակ հայրենասիրական դաստիարակություն, որը հիմա չի իրականացվում, ոչ դպրոցներում, ոչ գիտեմ բուհերում, ոչ միտեղ չի իրականացվում։ Երկրորդ, ամբողջ բեռը սահմանների պաշտպանության, իսկ մենք հիմնականում սահմանային պետություն ենք, մենք այդ խնդիրն է։ Հա, մենք ամբողջ բանակով սահմանին ենք կանգնած, ամբողջ բեռը սահմանային պաշտպանության դրված է զինվորի ուսերին, այսինքն զինվոր իր կյանքով եւ առողջությամբ է այսօր պաշտպանում սահմանը։ Այն պարագայում, երբ օրինակ
բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ, համակարգերի կիրառմամբ, այդ բեռը պետք է զինվորի ուսերից վերցվեր։ Օրինակ, շատ չմասնագիտական այս հարցի վերաբերյալ, բայց տեսեք, պետք է ստեղծվեր մի քանի շերտային պաշտպանություն, հակաօդային պաշտպանություն, ռեբ պաշտպանություն եւ ամենավերջում միայն պետք է լիներ քաղաքացին։ Մեր զինվորը կանգնած սահմանին, այսինքն թշնամին պետք է հաղթահարեր այդ բոլոր համակարգերը, նոր միայն հասներ մեր զինվորին դեմարդեմ։ Իսկ այսօր մենք դա չունենք։ Հետևաբար այսօր ես չեմ մեղադրում որևէ ծնողի, ով օրինակ օրենքի սահմաններում փորձում է ամեն ինչ անել, իր երեխային օրինակ ծառայությունից ազատելու համար։ Կմեղադրեի այն դեպքում, երբ որ այսօր բանակում ամեն ինչ կլիներ նորմալ, ամեն ինչ կլիներ օքեյ, այս դեպքում կարելի է մեղադրել, ինչից է թողում, որ քո տղան գնա ծառայի։ Էլ չենք խոսում ենթամշակութային այդ վարքագծային կանոնագրքի մասին, այն դեպքում, երբ անընդհատ ասում են, որ այսօր թշնամու գնդակից ինձ չի զոհվում, բայց այսօր մահերը բանակում չեն պակասում։ Եվ այդ մահերը այդ կանոնագրքային փոխհարաբերությունների խախտման հետևանքին։ Ու ինքնասպանության դեպքերը։ Այո, այսինքն մահերը չեն պակասում, թշնամու գնդակից չեն զոհվում, բայց բանակում շարունակում են մահանալ։ Այս մի հատ օրինակ է ուզում վերել, չեմ հիշում որ երկրում բանտը նկարել էին, խցերը նկարել էին ինչպիսին էր, մեկը մեկնաբանություն էր թողել, ասել էր ոնց որ ես ավելի շատ կուզենայի տեղ ապրեի, քան մեր տանը, որովհետև այդ բանտը, այդ եվրոպական երկրում բանտը շատ հիանալի պայմաններ ուներ, քան այդ մարդու տունը։ Հիմա այս դեպքում էլ մարդը ձգտում է գնալ անազատության մեջ մնալ, բայց լավ պայմաններում ապրել, քան ազատության մեջ, բայց իր տունը ոչ հազիվ էր մի, չգիտեմ, ապրում այդ Եթե չեմ ստամ սկանդինավյան պետություններից մեկի բանտն էր։ Հա, ես դեղին է հիշում եմ, դեղին պատերով։ Սկանդինավյան պետություններից մեկն էր, չեմ հիշում, կարծեմ Նորվեգիան էր։ Ամեն դեպքում այս խնդիրը ինքը համակարգային է ու այս դեպքում մեզանից կախված չի այդ խնդրի լուծումը, որովհետև այդ խնդիրը լրիվ այլ մարմիններ պետք է լուծեն։ Հա, մեզանից ավելի շատ կախված է ու ծնողների տեսանկյունից կախված է երեխայի դաստիարակությունը, ինչ են սերմանում երեխայի մեջ, ու թեկուզ նաև այդ ինքնասպանության դեպքերը, որ ասում ենք, մարդը ինչ հոգեվիճակում է գտնվում, իսկ մենք գիտենք, որ տղաների մեծամասնությունն ավելի էությամբ ավելի թույլ է, քան աղջիկները, չէ, աղջիկները հոգեբանորեն ավելի ուժեղ են, քան տղաները, դրա համար էլ տղաներին, որ հոգեպես ինչ-որ ձևով փորձում ես ճնշել, իրենք ավելի են սկսում։ Իրենց կյանքը ամբողջովին փոխվում է ի տարբերություն աղջիկների։ Նայժան, ճիշտ եք ասում, ես եմ զգացել, այդ ոլորտում աշխատել եմ, տղաները ավելի դյուրազգացել են, տղաները ավելի շուտ են կոտրվում, տղաները ավելի շուտ են, չգիտեմ, այդ զգացմունքային այդ բաներին չեն դիմանում, հա, հարձակումներին չեն դիմանում։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Զինվորական ծառայության զորակոչվելուց հետո առաջի 6 ամիսը կարծեք թե հենց պետք է ուղղված լինի այդ հոգեբանական ամրությունը ապահովելուն, հենց դրա հետ կապված նաև իրենք սահմանային ծառայության չեն գնում, դիրքեր չեն բարձրանում, բայց դա բավարար չէ։ Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի միջև զինվորական ծառայության գնալը հոգեբանական կոփվածությունը ապահովի հայ տղաների մոտ, որովհետև պատկերացրեք 18 տարեկան երեխան միանգամից գնում է բանակ, հայտնվում է ամբողջապես այնպիսի միջավայրում, որը իրենը չէ, որում ինքը չի գտնվել, այսինքն դա նոր միջավայր է, դա նոր, չգիտեմ, մի մթնոլորտ է, որին ինքը պատրաստ չէ, հետևաբար միջև է արդեն պետք է հոգեբանական պատրաստվածությունը ինքը անցնի, ոչ թե այնտեղ հայտնվելով անցնի։ Ու դրա համար պետք է նախ ընտանիքը, դպրոց, որից հետո նոր միայն բանակ։ Ես հիմա որ ասում եք, պատկերացնում եմ, ես 18 տարեկանում ոնց էի ու մտածում եմ, ես փոքր տարիքում 15-16 տարեկանում ավելի փոքր մենք գնացել էինք այնց բանակ այնտեղ ճամբարը ինքը բանակ էր, որտեղ որ քեզ ավելի հենց ուժեղ էին դարձնում։ Ես ինքս այդ պայմաններում էլ չէի կարողանում մնալ, որովհետև շատ անհարմար էր։ Ես էլ այդ տարիքում ես պատկերացնում եմ լավ տղաների դեպքում էլ թե իրենք հոգեպես ավելի դյուրագրգիռ են, 18 տարեկանում պայմանները այդ ձևված, հենց այդ կոմֆորտը, որ դու չես զգում, արդեն չես կարողանում իսկապես քեզ որպես անհատ ձևավորես ու նաև դիմակայես այդ ճնշումներին ու չհաշված, եթե ասենք, չգիտեմ, թշնամին հարձակումներ է գործում։ Ընդ որում դու տեսական օրինակներ եք բերում ձեզ հետ կապված, ես պրակտիկ ասեմ, նաև դուք այսօր կարող եք ծառայել։ Հա, ես աղջիկներին Մեր օրենքը արդեն հնարավորություն ընձեռում է իքական սեռի անձանց կամավորության հիմունքներով հասնել զինվորական ծառայության, հետևաբար այդքան եթե ձեր վրա օրինակներ եք բերում, օրինակ կարող եք փորձել անցնել զինվորական ծառայության, որից հետո առարկայական ներսից կպատկերացնեք իրավիճակը։ Չէ, ես չեմ շնորհակալություն։ Ամեն դեպքում նման հնարավորություն կա։
իգական սեռի անձանց համար կա նման հնարավորություն, կարող են 18 տարին լրանալուց հետո տարեկան 2 անգամ, եթե չեմ սխալվում, մարտին կամ հոկտեմբերին այդ հայտերը հավաքում, դիմել զինվորական ծառայության համար։ Իրազեկենք միգուցե կան այդպիսի անձինք, որոնք կցանկանան ծառայել։ Այսինքն 2 տարի, հա, ծառայելու ես, թե ավելի կարճ։ Սովորական ծառայում են մի քիչ այլ պայմաններում։ Ես լսել էի, որ աղջիկները կարող են ծառայել, բայց դա մինչև 27 տարեկան, չէ՞։ Այո։ 27-ից հետո չեն կարող։ Վերաբերում է մինչև այդ տարիքային խնդիրը։ Ես այլ չեմ կարող ծառայել, շատ լավ է։ Պարոն Հովհաննիսյան, մենք հիմնական այդ ամեն ինչի մասին ոնց որ խոսեցինք, դուք նաև ներկայացրիք խնդիրների հետ կապված, եթե ընթացքում էլի կհիշեք ինչ-որ դեպք, որը որ պրակտիկա փոփոխություններ է, օրինակ, չգիտեմ, այդ դեպքում ասում եք վճռապետ դատարան եք ներկայացրել նյութական իրավունքի զարգացում էր կամ առհասարակ ճիշտ չէր մեկնաբանվել վերաքննիչ դատարանի կողմից, հիմա էլի կհիշեք որևէ նմանատիպ դեպք, որը որ ինչ-որ փոխել է, որովհետև նմանատիպ օրինակներն են, որոնք որ մարդիկ լսում են ու ասում են, որ հնարավոր է կոպիտ ասած փրկել իրավիճակը։ Ջան, արի ավելի շատ գործնական խորհուրդ տամ, հա։ Ինչին ենք էլի առնչվել։ Տեսեք, օրինակ քաղաքացին մենք խոսեցինք այն կատեգորիայի մասին, ովքեր որ հետախուզման մեջ չեն գտնում 27-ից 37 տարեկան, բայց կան նաև անձինք, որոնք գտնում են հետախուզման մեջ։ Այսինքն մեղադրյալ են իրանք։ Չեն ծառայել, մեկնել են Հայաստանից եւ գտնվում են հետախուզման մեջ։ Իսկ հետախուզման մեջ գտնվելը պարտադիր պետք է լինել զինվորական ծառայությունից խուսափել, թե կարող է ուրիշ այլ հոդվածով լինել։ Ցանկացած հոդվածով այն դեպքում, երբ անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից, հաջորդում է հետախուզումը։ Հիմա բայց եկեք վերցնենք զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը, հա։ Այս օրենքում է զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը կարգավորվում է նաև այդ հարցը։ Հետախուզվող անձինք կարող են վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, վճարել այդ իմ կողմից նշված գումարները, որի դեպքում իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է եւ իրենք չեն ծառայում։ Բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, որը վերաբերում է ոչ միայն 27-ից 37 տարեկան անձանց, այլև մինչև 27-ը անձանց, հա, 18-ից 27 տարեկան անձանց։ Ինչ եմ ես տեսել։ Օրինակ, քաղաքացին որոշում է գալ, ներկայանալ քննչական մարմին, որից հետո ներկայանալ զինկոմիսարի հետ գնալ ծառայության։ Երբ որ սրան չի նախորդում որոշակի իրավական պատրաստվածություն, ինչ է ստացվում, քաղաքացին գալիս է Զվարթնոց օդանավակայան, այդտեղ իրեն ձերբակալում են, տանում են Զվարթնոց օդանավակայանի ոստիկանություն, այնտեղ պահում են որոշակի ժամանակ, հետո բերում են քննչական, հետո գնում է ձերբակալվածնելու պահելու վայր, որից հետո միայն արդեն պետք է միջնորդություն ներկայացվի խափան միջոցը փոխելու վերաբերյալ։ Դա կարող է տևել որոշակի ժամանակահատված, կարող է տևել օրեր։ Հիմա, այս դեպքում ես առաջարկում եմ վերադառնալու ցանկության դեպքում դիմել փաստաբանական գրասենյակ կամ եթե կարող են անձամբ իրենք անել, որպեսզի փաստաբանը կարողանա արդեն կոմունիկացիա հաստատել վարույթ իրականացնող մարմնի հետ, մասնավորապես, օրինակ, ներկայացնել դիմումներ առ այն, որ քաղաքացին կամովին ներկայանալու կամովին այսինչ օրը, այսինչ ժամին ներկայանալու է Հայաստանի Հանրապետություն, որտեղ երբ որ այս կոմունիկացիան չի հաստատվում, այս կամովին ներկայանալու այս կամարտության հանգամանքը դուրս է մնում։ Հա, դե պետք է ապացույց լինի։ Հետագայի միջև բացը կարող է անցնել օրեր։ Այս ընթացքում քաղաքացին մնա անազատության մեջ։ Հա, դա պետք է որ մեղմացնող հանգամանքով իրան բանան։ Հետևաբար ինչ ենք մենք անում։ Քաղաքացու գալուց առաջ մենք արդեն նախապատրաստում ենք այդ բոլոր փաստաթղթերը, ներկայացնում ենք նաև պայմանները, ներկայացնում ենք քննիչին, հայտնում ենք նաև չվերթի օրը, ժամը, շատ արագ կազմակերպում ենք, քաղաքացին տեղափոխում է քննչական մարմին, որից հետո ներկայացնում միջնորդություն եւ խափան միջոցը փոխվում է։ Այսպիսի պրակտիկ դեպքերը, որ քաղաքացիները պետք է իմանան, որպեսզի նրանց խնդիրների արժեք չկանգնեն։ Որ ասում եք, այս պատկերացում է աղոհացով դիմավորում են այդ մարդուն։ Չի բացառում, աղոհացով են դիմավորում, այո, կարող է աղոհացով դիմավորում։ Բայց եթե ասում եմ, սենց այսպես ասեմ, ինքնագլուխ վեր են կենում, գալիս են խնդիրների արժեք կանգնում։ Դրա համար պետք է դրանից առաջ որոշակի գործընթաց արդեն ձևակերպվի։ Միշտ ես իմ հաղորդման հյուրերին վերջում ասում եմ ինչ խորհուրդ կտակ քաղաքացիներին այս առումով, բոլորը խորհուրդ են տալիս դիմել իրավաբանի, դիմել փաստաբանի, հիմա նախորդ օրինակը եւս դուք ասացիք, որ ամեն դեպքում այս պարագայում շատ ավելի կարեւոր է կապ հաստատել փաստաբանի հետ, որպեսզի այդ գործընթացը սկսել, բայց ես ուզում եմ ելի հետ հարցը ձեզ տալ
ինչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ովքեր որ այս իրավիճակում են հայտնվել, դե բնականաբար պետք է դիմեն փաստաբանի, դուք ինչ այլ խորհուրդ կտաք, որ քաղաքացիները լսեն ու հուսով եմ լսելուց հետո այդ ամեն ինչը կկիրառեն։ Աննա ջան, այդ մասին ես խոսեցի, այդ էլ եմ տեսել, ինքնագործունեությամբ չզբաղվել։ Այդ առումով շատ չեմ մեղադրում, հա, մեր հասարակության մեջ եւ գումար չունեն, եւ այդ մշակույթը չի ձևակերպվել, փաստաբանին դիմելու մշակույթը, բժշկին դիմելու մշակույթը չի ձևակերպվել, դիմեն բժշկին փաստաբանին այն ժամանակ, երբ որ արդեն ամեն ինչ շատ ուշ է լինում։ Այսինքն արդեն 4 աստիճանի արդեն մարդը մահանում է։ Քասկերի մեջ արդեն որ ոչինչ անել հնարավոր չէ, հետեւաբար պետք է ինքնագործունեությամբ չզբաղվել։ Այդ որ ասեցի ChatGPT-ի դեպքը, հենց ինձ չեմ ասում։ Իրականում տեսել եմ, որ քաղաքացին փորձել է իր խնդիրները լուծել ChatGPT-ին հարցեր ուղարկելու միջոցով եւ կանգնել է խնդրի առջեւ։ Հետեւաբար այս առումով կրեատիվ չեմ լինի, այլ պատասխան չեմ կարող տալ, քան ինքնագործունեությամբ չզբաղվել, դիմել միայն փաստաբանի։ ChatGPT-ի հետ կապված ես ինքս չեմ վստահում այդքան իրան, որովհետև շատ հարցեր տվել եմ, ինքը օրենսդրական նորմերը մեջ բերել, օրենքներ, ինչ որ գոյություն չունեն, ու ասում եմ ինձ հղումներն ուղարկի, հղումներն ուղարկում են, ես մտնում եմ չկա նմանատիպ բան, ու ես ինքս արդեն հասկանում եմ, որ պետք չի ընդհանրապես ChatGPT-ին վստահել, բայց թե հարցեր կան, ինքը քեզ ինչ որ ձև աջակցում է, օգնում է, բայց ասենք օրենքներ կարգավորումներ, առանցքային առումով ինքը լուծում առաջարկել չի կարող։ Չէ։ Չի կարող։ ChatGPT-ին քո չի կարող, էլի գա քննչական մարմին, դրանից հետո գնա փորձաքննության մասնակցի։ Մանավանդ քրեականինը մի քիչ ինքը ուրիշ է, քրեականի դեպքում ավելի ոնց որ բանականությունն, էմոցիոնալ ֆոնը իրար, հա, միասին աշխատում է ու նաև քննիչի հետ աշխատել է եւ այլն, այդ ուրիշ է։ Ի տարբերություն օրինակ, չգիտեմ, պայմանագրային հարաբերությունների մեջ, որտեղ որ ավելի խմբագրելու հետ է կապված, բայց այն ավելի ոնց որ բարդ է։ Այդ ունենալու մասով էլ մի բան ավելացնեմ, շատ ճիշտ նշեցիք։ Եղել է դեպքեր, երբ որ ասում են, բա ինչի եք վճարովի ծառայություններ մատուցում, բա այդքան խոսում եք, բա անվճար արեք։ Այսօր մեր քաղաքացիներն նաև իրազեկենք, որ անվճար ծառայության դեպքում են փաստաբանները հարկվում, վերջին փոփոխությունների արդյունքում այսօր փաստաբանական գրասենյակները 38-ից մինչև 43% հարկ են վճարում։ Այն ժամանակ, երբ որ այս օրենսդրական փոփոխությունները կատարվում են եւ մենք բոլոր հնարավոր հարթակներից, բոլոր հնարավոր խոսափողներով ասում ենք, որ Ժորժ ջան, ի վերջո այս բեռը դուք եք կրելու, եկեք կանգնենք մեր կողքին, որպեսզի մենք պայքարենք սրա դեմ, այս հարկերը չբարձրանան։ Մեր դեմ ոչ մեկը չկա, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց, Նարը ջան։ Կհիշեք, որ միայն փաստաբաններն էին դուրս եկել փողոց, պայքարում են, որպեսզի այս հարկային բեռը թոթափվեր։ Այս փոփոխությունները չկատարվային, բայց այսօր ունենք այն ինչ որ ունենք, այսօր փաստաբանը կրկնում եմ, անգամ անվճար պրոբոնո ծառայություն շատ դեպքում անել չի կարող։ Որոշակի չափ է տրվում պրոբոնո ծառայության իրականացման եւ դրանից դուրս ինքը այլևս անվճար ծառայություն իրականացնել չի կարող։ Ավելին ասեմ, անգամ անվճար խորհրդատվություն տրամադրել չի կարող։ Այսօր շատ փաստաբաններ շրջանցում են այդ օրենքը, հանուն մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, անվճար է ծառայությունը մատուցում են, բայց դա էլ է արգելված։ Դրանից իրանք պետք է հարկվեն։ Հա, այս թեմայի հետ կապված ունեցել ենք ոդկաստ, հենց հյուրս եղել է հաշվապահ, ով որ հասել է ռիսկերի ու նաև հետևանքների մասին ու հետևանքը հենց առաջին հերթին կրում է քաղաքացին, որովհետև իրենց ավելի մեծ գումար ես ուզում, որ կարողանաս հարկ վճարել, մնացածն է քո կատարած աշխատանքն է, որովհետև եթե քո կատարած աշխատանքը դու ուզես, կեսը գնալու է հարկ, ու այդ հարկային շեմն էլ բավականին բարդ է, այն էլ որ չգիտենք, էլի ինչ է լինելու արդյոք այդ ամենը կփոխվի։ Մեզ մեղադրում են, որ փող չունենք, բայց պետք է մեղադրեն իրենց, որ այն ժամանակ էլի եմ ասում, գային մեր կողքին կանգնեին, այսօր այս իրավիճակը չենք ունենա։ Բայց օրինակ թեմայից մի քիչ շեղում են կատարում, արդյոք նաև այդ մասով փաստաբանները, որ մեծ գումար են ուզում, ամեն դեպքում ոնց որ ինքը տեսանելի է, դու 600,000-ի փոխարեն ուզում ես օրինակ, չգիտեմ, 1 միլիոն, արդյոք այդտեղ հոգեբանական առումով փաստաբանը իր արժեքը բարձրացնում է, այսինքն ինքը հոգեբանական տեսանկյունից հենց արժեքը քո որպես մասնագետ բարձրանում է, կապ չունի, որ դու կեսը տալու ես հարկ։ Ճիշտ ասած չեմ կարծում, շատ պես սուբյեկտիվ հարց եք տալիս, ամեն մեկը պետք է այդպես մեկնաբանի, անձամբ իմ դեպքում այդպիսի բան չկա, որտեղ դա, չգիտեմ, արհեստական արժևորում կլինի։ Հարկերի հաշվին սեփական, չգիտեմ, բարձրացնել, չէ, արհեստական արժևորում կլինի իմ կարծիքով։
Շնորհակալություն ձեզ, պարոն Հովհաննիսյան, շատ կարևոր թեմա էր, որը երկար ժամանակ է պլանավորում ենք, որ նկարենք այս մասով, որովհետև շատերը անընդհատ այս թեմայի հետ կապված հարցեր էին տալիս, թե ոնց այդ ամեն ինչը կարգավորում, ու շնորհակալ եմ, որ հենց դուք այդ ամեն ինչը ներկայացրիք։ Կարելի ասել այս թեման ձեր համար էի ես թողել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հետևել մեր YouTube-ի անալիքին, ըստ օրենքի հետագա ոդքասթները դիտելու համար։